Ողջույն, հարգելի հանրություն, մեր իրավունք եւ պահանջատվություն հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ այսօր մեր հյուրն է դիվանագետ Modus Vivendi տնօրեն եւ ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ, իրավագետ, պատմաբան, մեր բոլորի կողմից շատ հարգված եւ սիրված պարոն Արա Պապյանը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ես մի քանի տարի առաջ ձեր մասին այսպես խոսակցություն էր գնում, ես ձեզ ներկայացրեցի որպես մեր օրերի, ուղղակի ուզում եմ ներկայացնել նաև ժողովուրդը ավելի խորքային ձեզ ճանաչի, որպես ես ասեցի, որ պարոն Պապյանը մեր օրերի Մար Աբբաս Կատինան է, ով ժամանակին գնաց Պարսից արքունիք եւ Հայաստանին վերաբերող թղթեր բերեց, մագաղատներ ավելի շուտ այն ժամանակ թուղթ չկար, որովհետեւ մոտ 2200 տարի առաջվա պատմություն է, արքայի հրամանով գնաց, մարդը մեզ վերաբերվող փաստաթղթեր բերեց եւ տեսան, մշակեցին, նորից հասկացան ինչ է Հայաստանը եւ առաջ շարժվեցին եւ դուք գնում եք բոլոր այն երկրների դիվանները, այսպես ասած, կամ արխիվները, որոնք 100 տարի մեկ բացում են եւ Հայաստանին վերաբերվող, առավել եւս Վիլսոնյան իրավարար վճռին վերաբերվող փաստաթղթերը հավաքագրում եք, բերում եք եւ գրքեր եք կազմում, թարգմանում տարբեր լեզուներով, բայց բացառապես ձեր միջոցներով, այսինքն առանց պետական հովանավորության, եթե Մար Աբբաս Կատինան գնում էր արքայի հովանավորությամբ եւ միջնորդությամբ, դուք այդ ամեն ինչը արել եք ձեր միջոցներով, որի համար շատ շնորհակալություն։ Եվ այսօր այն ժամանակ տարիներ առաջ, երբ որ դուք խոսում եք Վիլսոնի իրավարար վճռից, արձագանք չկար, իսկ հիմա ինչպես տեսնում եք, շատերն են սկսել խոսել Վիլսոնի իրավարար վճռից եւ ձեզ հաջողվեց Վիլսոնի իրավարար վճռին երկրորդ կյանք տալ եւ ես այսօր կարող եմ ավելի լայն ասել, որ դուք Վիլսոնի իրավարար վճռի նոյն եք, երկրորդ կյանք տվողը Վիլսոնից հետո, պարոն Վիլսոնից հետո, ով կազմեց իրավարար վճռը, որը մեկ դար մնաց այդպես փոշու տակ կարելի ասել արխիվներում եւ դուք նորից վերհանեցիք եւ նոր կյանք տվեցիք Վիլսոնի իրավարար վճռին եւ ես ձեզ համեմատում եմ արդեն նոյի հետ։ Էլի շնորհակալություն, պարոն Պապյան։ Ես շնորհակալ եմ այդ խոսքերի համար, թեև գերագնահատում եք, շնորհակալ եմ։ Չէ, պարոն Պապյան, երկրի վիճակից ելնելով, Հայաստանի այսօր վիճակից ելնելով, հավատացեք չեմ գերագնահատում, ոչ թե որպես ինձ համար իմ քաղաքական, իմ գաղափարակից ընկեր, իմ ավակ ընկեր, այլ առհասարակ որպես հայ մարդ ես հասկանում եմ որքան կարևոր է, հասկանում եք պետությունը, այն ինչ որ մեր պետությանը հարկավոր է, այդ պետությունը դրանով չի զբաղվում։ Բայց դուք ձեր անձնական միջոցներով անում եք այն ինչ որ պետք է անել պետությունը։ Ինչևից է անցնենք մեր բուն թեմային, պարոն Պապյան, մենք գիտենք, որ դեկտեմբեր ամսվա սկզբին դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցեցիք պահպանողականների հավաքին, չգիտեմ կոնֆերանս էր, թե ժողով էր, գիտաժողով էր, ուզենայի, որ դուք մանրամասնեք, ներկայացնեք ինչ տեղի ունեցավ, ինչ խնդիրներ բարձրաձայնվեցին, ում հետ հանդիպեցիք, ինչ մտքեր փոխանակվեցին, ընդհանրապես այդ միջոցառման մասին կուզենայի, որ դուք ներկայացնեք։ Խնդրեմ, սիրով լսում ենք։ Այո, դեկտեմբերի սկզբին 2-ից 4-ը մենք ասելով ես նկատնեմ դոկտոր Դավիթ Գրիգորյանը Վաշինգտոնից եւ ես Հայաստանից, ինչպես նաեւ մեր լոբիստական խմբի ներկայացուցիչը մասնակցեցինք International Democracy Union ֆորումին, այսինքն համաժողովին։ Ինչ է International Democracy Union-ը։ Դա կենտրոնամետ աջ ուժերի, պահպանողական ուժերի համաշխարհային մի կառույց է, որի մեջ միավորված են այն կուսակցությունները, որոնց համար կարևոր են ազգային արժեքները, ավանդական արժեքները, բայց իրենք ծայրահեղ, այսինքն ազգայնական չեն, ծայրահեղ աճ չեն։ Թեև հիմնական, այսինքն տնտեսական հիմքը դա մասնավոր սեփականությունն է, ազատ շուկա եւ այլն։ Մենք դեռևս մայիս ամսին մասնակցել էինք, հրավեր էինք ստացել եւ այդ մասնակցությունը միայն հրավերով է, ցանկությամբ չի, հրավեր էինք ստացել եւ Բրյուսելում մայիս ամսին մասնակցել ենք այդ համաժողովներից մեկին, որի գլխավոր քարտուղարն է իդեպ Կանադայի նախկին
վարչապետ Սթիվեն Հարփերը, որի հետ բնականաբար եւ Բրյուսելում եւ Վաշինգտոնում մենք շատ հանդիպումներ ունեցանք Ավստրալիայի նախկին վարչապետի հետ, հանդիպում ունեցանք կոնսերվատիվ Բրիտանիայի կոնսերվատիվ կուսակցության ղեկավարության հետ, նրանց ամենաազդեցիկ մարդկանցից մեկի Լորդ Աշքրոֆտի հետ, Միացյալ Նահանգների շատ պաշտոնյաներ հետ, որտեղ բացի այդ Union-ի այդ միության անդամների հետ հանդիպումներից մենք այնքան առանձին հանդիպումներ իհարկե ունեցանք նաև կոնգրեսականների հետ, այսինքն անձամբ կոնգրեսականների հետ, իսկ որոշ դեպքերում կոնգրեսականների աշխատակազմի հետ։ Նրանց բնականաբար ներկայացրեցինք իրական իրավիճակը Հայաստանում, այն է կեղծ ժողովրդավարությունը, որ Հայաստանում ըստ էության մենք հասկանում ենք, որ բռնատիրությունը հաստատված մեկ անձի, ով պետական միջոցները եւ այսօրվա դեպքերն էլ դա ցույց տվեցին, ով պետական միջոցները օգտագործում է սեփական հայացքները ուրիշների վրա պարտադրելու անգամ այն դեպքում, որ իրեն չի վերաբերում, ասենք նույն եկեղեցու ներքին հարցերով։ Այսինքն մենք քննարկել ենք եւ Հայաստանի միջազգային դերն ու դերակատարությունը անվտանգության հարցերը, որը մեզ համար խիստ կարևոր էր։ Ասեմ, որ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը այդ IDU-ի անդամ է։ Այո։ Ահա։ Պարոն Պապյան, այդ հանդիպումները դուք արդեն ասացիք մոտավորապես մոտ 10 մարդու հետ հանդիպել եք։ Այսինքն դուք այս դեկտեմբերի սկզբի այդ համաժողովի ժամանակ եք հանդիպել։ Մենք եւ այդ համաժողովի շրջանակում եւ համաժողովից դուրս, այսինքն մենք գնացել ենք կոնգրեսի շենք, հանդիպել ենք առանձին կոնգրեսականների, տեսեք խնդիրը ինչն է։ Մենք ի տարբերություն նախորդ մամուլի հաղորդագրություններին, երբ որ մենք անուն առ անուն գրում էինք ում հետ հանդիպեցինք եւ այլն, հիմա ձեռնպահ մնացինք, հրապարակեցինք որոշ միայն անուններ եւ որոշ լուսանկարներ։ Ինչու՞։ Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ որ ոնց ասած մենք հանդիպում ենք եւ ուրիշներն էլ միգուցե հանդիպում են, ուղարկում է իր վարձու լոբիստներին, ինչպես նաեւ դեսպանատանը, որոնք գնում են, այցելում են, արդեն գիտենք ում հետ են հանդիպել եւ սկսում են հերթական իրենց սուտը տարածել, կեղծիքը տարածել, մարդկանց վրա ազդեցություն բանեցնել եւ այլն։ Եվ ասեմ, որ ոչ մի ղեկավար այդքան մանրախնդիր չի եղել, ինչքան Նիկոլ Փաշինյանը, եւ այդքան փողեր, պետական փողեր չի ծախսել սեփական կեղծ վարկը բարձր պահելու համար։ Եվ ինքը դա անում է։ Դրա համար մենք որոշեցինք մի քիչ մանրամասներից առայժմ ձեռնպահ մնալ այն առումով, որտեղ դեռևս գործընթացներ կա, որ ընթանում են, եւ ես հենց 2 օր առաջ եմ խոսացել պարոն Գրիգորյանի հետ, Դավիթի հետ, եւ բավականին, այսպես ասած, այն ինչ որ մենք նախատեսել ենք եւ անում ենք, առաջ է գնում։ Հիմա երբ որ կունենանք ավելի զգալի արդյունք, այդ դեպքում ավելի մանրամասները կբացենք։ Շնորհակալություն, ուրեմն այս թեմայով չենք խորանա, հարցերով ձեզ չեմ անհանգստացնի, բայց ես ճիշտ հասկացա, դուք կարողացել եք այն շրջանակների հետ, ում հետ որ հանդիպել եք, Նիկոլին իսկապես ներկայացնել այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Այո, մենք կարողացել ենք եւ ասեմ մեր կողմից առաջադրված հարցերը բնականաբար առաջին հերթին մեզ համար երկրի անվտանգության հարցն է, անկախ նրանից թե ով այսօր երկիրը ղեկավարում, իշխում կամ շահագործում, մեզ համար անվտանգության հարցն է։ Մենք հստակ արտահայտել ենք, որ իհարկե ողջունելի է Միացյալ Նահանգների անձամբ Տրամպի այս ձգտումը ավելի շատ ներգրավվելու, բայց այս թրիփ կոչեցյալը դեռևս բավարար չի, սա ուռճացված է։ Գիտեք, եւ Հայաստանի իշխանությունները եւ որոշ շրջանակներ Վաշինգտոնում շատ են ուռճացնում, որ սա, չգիտեմ, սանով ամեն հարցը լուծվեց, անվտանգություն եւ այլն։ Մենք ցույց ենք տալիս, որ այդպես չի, եւ բնականաբար ավելի հստակ ծրագիր ենք ասում եւ ցանկություն ենք արտահայտում Ամերիկայի ներգրավման մասին։
Մյուս հարցը խոսքը գնում է ընտրությունների մասին, որ սխալ է ձեր պատկերացումները, որ ընտրությունները կեղծվում են միայն քվեարկության օրը։ Հայաստանում ըստ էության այդ ամբողջը կեղծվում է ամիսներ առաջ եւ ըստ էության, այսինքն այդ գործընթացը սկսած է մինչեւ քվեատուփին մոտենալը մարդկանց արդեն այնպես են մշակում, ճնշում, կաշառում, խեղդում եւ մենք դա տեսնում ենք, որ անգամ սրբազանները չեն դիմանում այդ շանտաժին եւ ճնշմանը, պատկերացրեք սովորական քաղաքացին ոնց պիտի կարողանա դիմանալ, եւ մեր ուզածը մի բան էր, մենք որևէ մեկին չենք վատաբանում, ասենք մեզ արդար ընտրություններ ա պետք, հավասար հնարավորություններով, իսկ այդ հավասար հնարավորությունը արդարության հիմնակարերից մեկն է, որտեղ մի կողմից եթե Եվրոմիությունը Նիկոլին 13 միլիոն եվրո փող է տալիս, այդ մենակ մի այսպես ասած տրանշով բանի համար իր քարոզչության համար իբր թե ռուսներին հակակշռելու, ել չեմ ասում տասնյակ եւ տասնյակ այլ միլիոնավոր դոլարներ նույն Նիկոլը բյուջեից կամ օլիգարխներից կթում է եւ դնում է իր ընտրապայքարի մեջ, ինչպես նաեւ պետական միջոցներն է օգտագործում, բնականաբար արդար չի։ Այսինքն, որովհետև մենք մեր համախոհների միջոցով դոլար այլ դոլար դրամ առ դրամ փող ենք հավաքում, այսինքն տասնյակ կամ 100,000-ներ, իսկ իրենք միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ միանգամից ստանում են եւ այս ամբողջը կեղծիք է, դրանցից մեկն էր, այսինքն արդար ընտրությունները մեզ համար շատ կարևոր էր։ Բնականաբար մենք բարձրացել ենք եւ հայաստանյան գերիների հարցն ենք, այսինքն բարձրացել այդ անպայմանորեն այդ ամբողջը եւ նաեւ ավելի լայն առումով օրինակի համար հայ-ամերիկյան լայն հարաբերություններ, ձեր իշտակած Ուիլսոն իրավարար վճիռը եւ այլն, մասնավորապես, կներեք մեկ վարքյան, մասնավորապես այս գիրքը իմ վերջին հրատարակությունն է, որը կոչվում է The Homecoming of Noah Segal, Նոյի արծվի տունդարձը, որը հայ-ամերիկյան հարաբերություններին է վերաբերում, այսինքն սա ենք նվեր տալիս, բաժանում եւ մարդիկ զարմանում ու հիանում էին, որ մենք այդքան խորը հարաբերություններ ենք ունեցել։ Ախր խնդիրն այն է, որ ամեն մի ազգի համար, ներառյալ ամերիկացիների համար շատ կարևոր է, երբ որ իրենց հետ է դա կապվում։ Եվ իրենք հասկանում են, տեսնում են, թե իրենք ինչ պարտավորություններ ունեն, ինչ հարաբերություններ են ունեցել, ինչ խորքային են, եւ այս ամբողջը ստեղծում է նպաստավոր հենք։ Ես չեմ ասում, որ սրանով ինչ որ սկզբունքային բաներ փոխվում է, բայց սա ստեղծում է շատ նպաստավոր հիմք այդ բոլոր փոփոխությունների եւ վերաբերմունքի համար։ Դրա համար այդ աշխատանքը մենք արել ենք եւ շարունակում ենք անել, իհարկե ձեր եւ մյուս մեր հեռուստադիտողների աջակցությամբ, առանց որոնց հնարավոր չէր դա։ Այո։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Մենք ամերիկացիներին հիշեցնում ենք հին ու բարի ժամանակները, երբ որ ունեինք դեսպանատներ, ունեինք տնտեսական հարաբերություններ, նույնիսկ կարծեմ առաջական դեզանց եմ լսել, որ մենք վարկ ենք ստացել Ամերիկայից, որը մինչև հիմա չենք մարել։ Այո, 50 միլիոն դոլարի վարկ էր արտոնյալ, որը շատ մեծ գումար է, այսինքն մոտ այսօրվա գներով 1 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում, հաստատ 20 անգամ ավելի գնողունակությունը բարձր էր, 12 միլիոն դոլարի պարկ կա առ այսօր, մենք չենք վճարել, ես առաջարկել եմ, որ եկեք այդ 12 միլիոն դոլարը վերադարձնենք, իհարկե ամերիկացիք չեն վերցնի այդ 12 միլիոնը, բայց դրանով մենք գոնե ցույց կտանք, որ մենք դա եւ նաեւ կամրագրենք այդ ամբողջ այդ իրողությունը եւ ասեմ ձեզ, հետաքրքիր է, որ մինչեւ 1933 թվականը, իսկն մինչև այն պահը, երբ որ Միացյալ Նահանգները դադարեցին ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ես ուզում եմ ասել, որ ճանաչում մինչև 33 թվականը եղել է եւ մեր դեսպանատունն էր մինչև այդ ժամանակ Վաշինգտոնում գործում, այսինքն այդ բոլոր ֆինանսական հաշվետվությունների մեջ Հայաստանը առանձին տողով գնում էր, որ այս պարտքը դեռ կա չենք ստացել, իսկ հետո երբ որ արդեն ճանաչեցին Սովետ Միությունը, այդ պարտքը ոնց որ ասած գրանցվեց Սովետ Միության վրա։ Պարոն Պապյան, մեր զրույցը ես ուզում եմ կառուցենք, դե երբ որ մարդիկ մենք դե մի երկու օր առաջ արդեն տեղեկացնում ենք, որ մեր հյուրը ով է լինելու,
Չնայած մեր հյուրերը բոլորն են հետաքրքիր մեր ունկնդրի համար, բայց ասեմ դուք առավել հետաքրքիր եք եւ նախորդ հարցեր են մշակել եւ ուղարկել մեզ երկարաշունչ հարցեր ես առաջարկում եմ մեր զրույցի շարունակությունը այս իրենց հարցերի շուրջ զրուցենք ասեմ որ այս հարցերի շուրջ մասամբ դուք խոսել եք այսօր մեր Հերմինեի հետ հա որովհետեւ նման հարցեր էլ կան բայց ես կփորձեմ մի քիչ միջամտող այդ հարցերին անդրադառնալ եւ այսպեսի մի հատ հարց, որը ինձ բանավոր են հղել այսօր, այսպեսի մի հատ հարց տվեց մի երիտասարդ, չնայած ես պատասխանել եմ իրեն, բայց ինքը ուզեցավ, որ նաեւ ձեր պատասխանը լսի, ինքը ինձ հարցնում է, բայց պատկացեք ինձ է, այս մեկնաբանը ներկայացնում, դուք վերցրեք, որ պատասխանեք այդ հարցին, ինձ ասում է, դուք արևմտամետ եք, չի ասում եմ, մենք նախընտրում ենք, որ արևմուտքի հետ ունենանք սերտ հարաբերություններ, առավել, քան ինչ-որ ուրիշի հետ։ Այսինքն արևմտամետ ենք, հա։ Ասում է լավ, դուք Նիկոլին դեմ եք, չէ, ասում եմ, դեմ ենք, այո։ Ասում է, բա ձեր խորհրդի անդամներն ասում են կամ դուք ասում եք, որ այսօր արևմուտքին Նիկոլը ձեռնտու է։ Ասում ենք։ Դե ասում է, չի ստացվում, որ դուք Նիկոլին դեմ չեք, ժողովրդին ուզում եք հասկացնեք, որ մեր սիրելի արևմուտքը Նիկոլին կողմ է, ուրեմն Նիկոլին հանգիստ թողեք։ Դուք ձեր այդ արտահայտությամբ, որ արևմուտքին Նիկոլը ձեռնտու է եւ դուք լինելով արևմտամետ, չեք աջակցում Նիկոլին։ Մարդը այսպեսի հարց է ինձ ուղղել։ Ես դրա պատասխանը տվել եմ իմ ջայլոց, բայց հիմա չեմ ուզում ասել ինչ եմ պատասխանել, որ ձեր պատասխանին չհամընկնի։ Խնդրում եմ այս հարցին պատասխանեք։ Լավ, նախ ասեմ, որ մենք արդեն ասացի, մենք ազգային պահպանողական ուժ ենք, աչ կենտրոնամետ։ Եվ բնականաբար պիտի նաև ցանկացած քաղաքական ուժ ունենա արտաքին քաղաքական կողմնորոշում։ Ես չեմ ընդունում այն տրեխային հայրենասիրությունը, որ ասում են մենք միայնակ առանց որևէ մեկի պիտի ապավինենք մեզ, որովհետև հնարավոր չէ։ Աշխարհի որևէ ժողովուրդ միայնակ որևէ բանի չի ասել։ Եթե ասենք նույն Գերմանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան երկրորդ համաշխարհայինից հետո չստանային աջակցությունը Միացյալ Նահանգների, իրեն կմնային հետամնաց եւ ջախջախված։ Եվ աշխարհը այդպես է, ում հետ դու հարաբերություններ ես զարգացնում, բնականաբար դու շահում ես կամ կորցնում ես։ Ավանդաբար հայ քաղաքական միտքը եղել է ռուսամետ։ Ինչու՞։ Որովհետև ընտրությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև էր եւ բնականաբար այդ վիճակի մեջ նախընտրել են համարել եւ հույս են կապել Ռուսաստանի հետ։ Հիմա ինքն է Ռուսաստանը շատ թուլացած եւ հստակ թուրքամետ Իսկ Թուրքիա ասելով ես նաև Ադրբեջանն եմ հասկանում ուժա եւ օբյեկտիվորեն իր շահերը բռնում է ես հիմա չխորանամ մանրամասների մեջ հասկանալի է այդպես է իրողությունը ուրեմն կամ մենք պիտի միայնակ մնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում որը մեզ համար ինչ ասեմ ճակատագրական կարող է լինի կամ պիտի փորձենք գործընկերներ գտնել այդ արևմտամետությունն է դա գործընկերությունը բանա սա չպիտի ընկալել որպես ասենք սովետի ժամանակ կամ անգամ հիմա ասենք ենթակայություն Մոսկվային սա այդ ընդհանուր բան է առումով հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը իր ամբողջ քաղաքականությունը եթե այդ բառային թեփուկը դնում ենք մի կողմ ինքը քաղաքականությունն ենք նա ինքը հստակ պրո-ռուսական է ինքը որևէ քայլ չի արել որպեսզի Հայաստանը մոտենա արևմուտքին Բացի խոսակցություններից, հիմա այստեղ հարց է առաջանում։ Իսկ ինչու ենք ասում, որ արևմուտքին ձեռնատու է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր քայլերով Թուրքիայի նկատմամբ, զիջելով Թուրքիային, այս ամբողջը, բան է անում, ռուսների դիրքն է թուլացնում։ Արևմուտքի համար միևնույնն է, հասկանում եք, Նիկոլը կլինի պրո-արևմտյան, թե պրո-թուրքական։ Իրենց համար կարևոր է, որ Նիկոլը չլինի այսպես պրո-ռուսական, գոնե առերես։
Մեզ համար էական տարբերություն կա, որ մենք ուզում ենք ռուսական լուծից դուրս գալ, չենք ուզում մտնենք թուրքական լուծի տակ, մենք ուզում ենք գործընկերային հարաբերություններ արևմուտքի հետ, եւ այս պատճառով է ձեռնատու, այսինքն ունենալ իրեն, որտեղ միևնույնն է լինելով պրոթուրքական, ռուսական դիրքերի թուլացումը, այստեղ է շա, եւ սա արևմուտքի սխալն ինչ է, որ ինքը կարճաժամկետ առումով է այս հարցին մոտենում, եւ սա այն վիճակն է, որ կարող է բուժումը, եթե արևմուտքի տեսանկյունից նայենք, իբր թե հարավային Կովկասը ռուսական լծից հանելու այդ հիվանդության բուժումը ավելի վատ լինի, քան բուն հիվանդությունն է, որովհետև հաստատ հարավային Կովկաս եւ հատկապես հաջողորդը թուրքական ազդեցության ուժեղացումից չի շահելու եւ այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ինքը այսպես է լինելով խորքի մեջ պրոռուսական քայլեր է իրականացնում Թուրքիայի կողմին, ինչու, որովհետև Ռուսաստանը ինքն է հայտարարել է բաց եւ բաց, որ իրեն ձեռնատու է, որ իր փոխարեն հարավային Կովկասում լինի Թուրքիան, քան արևմուտքը։ Սա էլ ռուսական ոնց որ ասած քաղաքականության մի մասն է, որ մենք ասում ենք թուրք-ռուսական քաղաքականություն է իրականացնում, որտեղ դա մեկ միասնական քաղաքականություն է։ Ռուսաստանը իհարկե կուզեր Թուրքիային դա չզիջեր, բայց չի կարող։ Թուլացող երկիր է, չի կարող չզիջել եւ զիջում է։ Բայց նախընտրում է որպես ասած մեզ զիջի Թուրքիային։ Այստեղ է որ արևմուտք եւ մենք քննադատում ենք արևմուտքին իմիջայլոց ասեմ այդ դիրքորոշման համար բանը եւ այս վերջի հանդիպումների ժամանակ ենք ասել եւ միշտ որ սխալ է արևմուտքի կողմից այդ քաղաքական գիծը որ Նիկոլին դիտարկում եք որպես իբր թե արևմտամետ եւ իբր թե բան, բայց Նիկոլը թաքնված կամ ոչ բացահայտ ռուսամետ է, մյուսները առավելապես բացահայտ։ Ես մի փոքր, ասենք, ուզում եմ մեջբերում անել, օրինակ ես չեմ լսել որևէ ռուսամետ, այսինքն նախկիներ կոչվածից, դա կլինի հանրապետական, դաշնակցական, կամ թեկուզ հենց Ռոբերտ Քոչարյանի շուրթերից որևիցե քննադատական խոսք Ռուսաստանի հասցեին, Պուտինի հասցեին, անգամ այն բանից հետո, որ Պուտինը Արցախը Ադրբեջան համարեց։ Բայց մենք որպես արևմտամետ ուժ հարկ եղած դեպքում մենք ազնիվ ենք, երբ որ արևմուտքը սխալ արտահայտություն անում, մենք մեղադրում ենք, քննադատում ենք, ինչու՞ չէ նաև քարկոծում ենք։ Տարբերությունը սրա մեջ է։ Ուղղակի մարդու համար երևի տարօրինակ է, էլի, ասենք, մենք ինչու ենք բաց քննադատում, որ ինքը հասկանա, որ մենք ազնիվ ենք խաղում։ Այո, եւ այստեղ արդարությունն ու ճշմարտությունը վեր է ամեն ինչից, եւ մենք նաեւ ոնց ասած հետեւից չենք խոսում, նաեւ այդ հանդիպումների ժամանակ իրենց երեսն եւ հավատացեք շատ ավելի կոշտ են քննադատում եւ հետները խոսում եւ շատ ավելի կոշտ բառեր են օգտագործում այդ անձնական փակ հանդիպումների ժամանակ, որը այստեղ չէ ուզենային չեսնել, բայց մենք ասում ենք, որտեղ մեզ համար ամենակարևորը Հայաստանի Հանրապետության շահն է։ Այո։ Շնորհակալություն։ Ուրեմն այս հարցի շրջանակներում Էլենը հարց է ուղղել, ասում է այդ դեպքում, ասենք, Կայա Կալասի նամանավանդ հայտարարությունից հետո, երբ որ ասենք թե արևմուտքը Նիկոլին պետք է պաշտպանի, ասեցինք ֆինանսավորելու է, ասում է միգուցե, ասենք, ձեր լոբիստական կազմակերպությանը ասեք էլ չզբաղվի լոբիզմով, դուք էլ ձեր բևեռը լուծարեք, եթե պետք է արևմուտքը Նիկոլին ընդունի, դուք էլ արևմտամետ եք, էլ դուք ինչ անելիք ունեք, էլի լուծարվեք, գնացեք, եթե այդպես է, այսպեսի Էլենը նման միտք է գրել։ Հիմա ասենք ինչ կպատասխանեիք Էլենին։ Ես կասեի, որ պատմությունը չի վերջանում հունիսին կայանալիք ընտրություններով, ոչ սկսում է, ոչ էլ վերջանում է, սա մեկ, մեր քննարկվող հարցերի շրջանակում միայն այդ ընտրությունների հարցը չի, որտեղ այդ նույն հարցադրման մեջ ստացվում էր, որ եթե իրենք ընտրությունների ժամանակ նախապատվությունը տալիս են կամ առերես նախապատվությունը տալիս են, մենք դեռ չգիտենք վերջում ինչ է լինելու, դեռ կես տարի ժամանակ կա, դեռ բաներ կարան փոխվեն, նշանակում է ոչինչ չանեն։ Տեսեք, ես ասացի, մեզ համար անվտանգային հարցերը շատ ավելի կարևոր են,
անկախ նրանից ով է իշխանության, հո մենք չենք գալիս ուրիշների նման մեր նպատակը իշխանության գալը չի։ Մեր նպատակը այն է, որ մեր ծրագիրը կարողանանք իրականացնենք։ Ես բազմիցս եմ ասեմ, այլ եմ կրկնում, ես գիտեք, ես ընդհանրապես որ պաշտոն չեմ կարող Հայաստանում զբաղեցնել։ Այսինքն, բայց ես պայքարում եմ, չէ՞։ Ուրեմն ինչի համար եմ պայքարում։ Պայքարում եմ, որտեղ իմ երկրի համար։ Մենք նաև հստակ ասեմ ձեզ, հստակ քննարկումներ ենք ունեցել անվտանգային, այդ թվում ռազմաարդյունաբերական հարցերի շուրջ։ Պարզապես ոնց որ ասում եմ, եկեք չխորանանք այդ հարցերի շուրջ, հստակ մարդկանց հետ հանդիպել ենք, հստակ ծրագրեր ենք քննարկել, առաջարկել ենք եւ այլն։ Եվ այստեղ էլ ասեմ ձեզ, եւ հստակ մատնանշվել է, որ այդ բոլոր խոսակցությունները Հայաստանի ռազմաարդյունաբերության զարգացման եւ իրենք դա իմիջիանոց լավ գիտեն եւ բանակի վերազինման մասին ցավոք սրտի մեծ մասամբ փուչի կա։ Եվ իրենք դա տեսնում ու հասկանում են, եւ իրանք ուզում են հասկանան այդ փուչիկի պատճառը որն է, սա դա ապիկարություն է, հերթական, ինչպես շատ հարցերում ապիկարը, թե խորաման քաղաքականությունը ծախսելով հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, բայց այնպիսի քաղաքականություն իրականացնել եւ այնպիսի զինատեսակներ առնել, որոնք պետք չեն գալու։ Հասկանում եք, այս ամբողջը կա, մենք որ ասում ենք քննարկում ենք լայն սպեկտրի հարցեր, ուղղակի դիմաց ընտրություններ կա, այդ հարցը քննարկել ենք, թե չէ ընտրությունները ամենաճակատագրական հարցը չեն մեր ժողովրդի համար։ Խնդիրը այն է, որ պարզապես Նիկոլ Փաշինյանի վարչախումբը չի կարողանում եւ չի ուզում իրականացնել ազգային հայրենանվեր քաղաքականություն։ Երկու առումով չի կարողանում, որտեղ իրանք ոչինչ չեն կարողանում, չեք կարող ասեք մի ծրագիր, որ իրանք բարի հաջողալ են, բացի քանդելու ծրագրերով, եւ չի ուզում, որտեղ չի կարող ուզի, որտեղ ինքը պիտի սպասարկի որոշակի արտաքին շահեր, որպեսզի այդ բոլոր տեղերից գոնե RNS աջակցությունը ստանա, լինի Արևմուտք, լինի Ռուսաստան, լինի Բաքու կամ Անկարա։ Այո։ Երևի ձեր այդ վերջի բնդումն ավելի իրական է, որովհետև չկարողանալը մեկ այլ բան է, եթե մարդը չի կարողանում, եթե զուտ ազնիվ է ու չի կարողանում, նա նաև ազնվորեն կհրաժարվեր պաշտոնից, կասեր ես չեմ կարող, եկեք ուղեք։ Այսինքն ինքը թշնամու պահանջ է կատարում եւ համապատասխան երևի վարձատրվում է եւ իրեն ուղղակի շահի հետևից է ընկած։ Միայն այս դեպքում կարելի է հայրենիքը այսպես բյուջեն վատնել, ոչինչ չանել, անկապ ծախսեր, չգիտեմ։ Պարոն Պապյան, այստեղ մեզ ուրեմն Կարինե Սայադյանը հարց է տալիս, ասում է ես չգիտեմ որտեղից են, ով է այսպիսի բան ասել, որ իրենք էսի հիմք են վերցնում, կներեք հարգելի Կարինե, բայց օրինակ ես սս բան չէի ասի, ասում է չգիտեմ Բևերը հույսին չի վրա է դրել, եթե աշխարհի մեծերը Հայաստանի կործանմանը կողմ են։ Ասենք Այսինքն Բևերից ով է նման բան ասել կամ Բևերը հույսին չի վրա է դրել, որ ասենք ասում է պայքարում եմ ես եմ անում, եթե աշխարհի մեծերը որոշել են որ պիտի Հայաստան չլինի, ասենք դուք գիտեք աշխարհի մեծերից որից է մեկին որտեղ հայտարարություն է արել, օրինակ, հետաքրքիր է։ Չէ, գիտեք, դա անհեթեթ պնդում է, հիմնազուրկ պնդում է, նման բան չկա։ Նախ ընդհանրապես ինչ ասում աշխարհի մեծերը, ովքեր են դրանք, իրարամերժ քաղաքական գծեր կա նույն Միացյալ Նահանգների մեջ, որը Թրամփը նախագահ ազդեցիկ է, բայց մեն Թրամփով չի, չէ։ Ի վերջո Սենատ կա, այնտեղ ընդհանրապես կոնգրեսը կա, հազար տեսակ այլ բաներ կան եւ այլն։ Նույն ձևի Եվրոպան մենք հիմա տեսնում ենք նույն Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև հակասություն կա։ Հետեւաբար ասել աշխարհի մեծերը որն է, հիմա այդ Եվրոմիությունն է թե Միացյալ Նահանգները, այդպես չի։ Աշխարհի մեծերը շատ լավ էլ, ոնց որ ասած, Հայաստանին տեր են կանգնում։ Շատ լավ էլ օգնում են ինչով կարող է, բայց մեծ մասամբ, մեծ առումով ամեն երկիրին իր գլխի ճարը պիտի տեսնի, այսինքն ինչի պիտի աշխարհի մեծ է, եթե այդ տերմինը օգտագործեմ, որը ընդունելի չի, բայց ինչի պիտի աշխարհի մեծը կողմ կամ դեմ լինի Հայաստանը կործանվելուն կամ չկործանվելուն, ընդհանրապես աշխարհի մեծերը Հայաստանի տեղը գիտեն, թե չգիտեն, եկեք սրանից սկսենք։ Մեծ մասը չգիտի էլ, այսինքն Հայաստանի տեղը,
Նույն Միացյալ Նահանգներում որ հայերը քիչ թե շատ հայտնի են, մի հատ գնացեք հարցրեք ամերիկացիներին, քանի հոգի գիտի Հայաստանի տեղը եւ այլն։ Այդ թվում նաեւ իբր քաղաքականությամբ զբաղվող։ Հենց մեր խնդիրը դա է, բա լոբիզմի ամբողջ իմաստն էլ դա է, որ դու որոշում կայացնողին պիտի մատակարարես տաս այնպիսի ինֆորմացիա, որի հիման վրա իր կայացած որոշումը լինի նպաստավոր քո համար, որտեվ եթե դու այդ չանես, իրենք բան չէ, մենք օրինակ խոսում ենք մի շատ կարևոր Գերմանիայի օրինակը բերեմ։ Ես Գերմանիայում եմ ես վերջերս էլի եւ այնտեղ հանդիպեցի, ես գիտաժողովի էի մասնակցում, բայց նաեւ գնացի հանդիպեցի Բունդեստագի մի շատ կարևոր անդամի աշխատակազմի ղեկավարի հետ, ինքը այդ մարդը Բերլինում չէր գտնվում, իսկ ինչի հանդիպեցի, որտեվ այս մարդը Հայաստանի արծով զեկուցողն է Բունդեստագում եւ նաեւ ամբողջ այս նախին սովետական երկրներով է զբաղվում։ Հիմա այդ իր աշխատակազմի ղեկավարը, որ այդ զեկուցողին հիմնական ինֆորմացիա տվողն է, ես իր այդ խոսածի տեսա, որ շատ բաներ չգիտի ինչա, բացի վերնագրայի դերից։ Մարդը ազնվորեն ասեց, լսեք, ես եմ նյութերը տալիս, ես եմ բացած բրիֆ անում, բայց իմ նյութերի 80%-ը Ուկրաինային է վերաբերում։ Եվ Հայաստանի մասին 1-2 լուր ամսվա մեջ ես իրեն փոխանցեմ, թե չփոխանցեմ։ Սա է հարցը, այսինքն եւ դրա համար երբ որ մենք հանդիպեցինք եւ մանրամասն խոսեցինք, գրի առավ, զեկուցագիր գրեց եւ փոխանցեց այդ իր ղեկավարին, այդ արդեն քայլ է, որտեվ նրա պատկերացումները ճիշտ եղավ։ Որտեվ այդ հանդիպումները հենց իմաստը դա է, մարդիկ ճիշտ չեն պատկերացնում այդ որոշում կայացնելու գործընթացը, ինչ որ ամերիկացիներն ասում են decision making։ Շատերին թվում է Ամերիկայում կամ Գերմանիայում արթնանում են, ասում են վայ այդ Հայաստանում ինչ ա եղել։ Այդ Նիկոլն ինչ ասեց, չէ։ Իրանց պիտի զեկուցվի, իրանց պիտի, այսինքն դու պիտի եւ պայքար է ու մրցակցություն է գնում այդ մարդկանց ուշադրությունն ու ժամանակը ունենալու համար։ Սա շատ կարևոր է։ Իսկ այն ինչ որ ասում են, որ աշխարհի մեծերը ինչ որ որոշումներ ունեն, նման բան չկա եւ ավելին ասեմ, հա մեծ առումով Հայաստան նկատմամբ շատ ավելի նպաստավոր վերաբերմունք կա, ինչ որտեղ էլ ներողամիտ, քան միգուցե անգամ մենք արժանի ենք դրան։ Մասնարապես ես օրինակը բերեմ, երբ որ Հայաստանը զորքեր ուղարկեց Նիկոլ Փաշինյանի օրոք կռվելու Միացյալ Նահանգների շահերի դեմ Սիրիայում։ Դրանից հետո աշխարհի մեծերը Միացյալ Նահանգները պատժամիջոց կիրառեցին Հայաստանի դեմ, թե ոչ։ Չէ, եւ արդեն մոռացել են բոլորը։ Ու ես դες կարող եմ ասեմ, եթե այլ երկիր լիներ, երկու երկիր էին ուղարկել Ռուսաստանն ու Հայաստանը։ Եվ Ռուսաստանին ինչ օրը գցեցին, այլ երկիրները Հայաստանի փոխարեն զորք ուղարկեր Սիրիայում կռվելու ամերիկյան շահերի դեմ, այդ երկրին գցեին քացուտակ ու գջարջախեին։ Դա չարեցին Հայաստանի նկատմամբ, չարեցին, որ ընդհակառակը, կրկնում եմ, կա ներողամիտ, բարյացկան վերաբերմունք Հայաստանի նկատմամբ։ Կամ էլ ասենք թե վերացական վերցնենք, աշխարհի մեծը գլուխը որ քարին տա, երբ որ Նիկոլը գնում ասում է Արցախն Ադրբեջանն է, ես օկուպանտ։ Աշխարհի մեծը ո՞նց վերաբերվի ինձ հետ, հա? Եթե ասեմ Արցախը Հայաստանը ռեգան խլեցին, ինքը համապատասխան վերաբերմունք ցույց կտա։ Բայց որ ասում Արցախն Ադրբեջանն է, դա տաղտենից ուրիշ աչքերով է նայում։ Հələ շնորհակալ պետք է լինենք, որ իսկապես եվրոպական դիտորդ կա այնտեղ, որ հələ մեզ ասենք պետք եղած ժամանակ, պարոն Պապյան, լավ հիշեցրեցիք։ Հիմա լավ, եթե իրենք Նիկոլ Փաշինյանի ուժին ֆինանսավորել են, իրենք չգիտեն ուրիշ արևմտյան, ասենք, քաղաքական ուժ կա Հայաստանում, որ ասենք իրենք արդեն այդ բալանսը խախտվում է, էլի, Նիկոլի առավելությունները առանց են ինքը ռեսուրսը օգտագործելու է։ Նայեք, մեկ հիմնական շահ ունի այսօր արևմուտքը կարճաժամկետ, բայց հիմնական հարավային Կովկասում հնարավորինս Թուրքիա, Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Եվ դա ովքեր որ մի քիչ Հայաստանով զբաղվում են, լավ հասկանում են։ Այսօր ես կարդացի իրավաբան Ամստերդամի մի քանի տողերը գրված բանի
Հայաստանի այս ներքին վիճակի վերաբերյալ եկեղեցու եւ այնտեղ շատ հետաքրքիր տողեր կան, որտեղ այդ մարդը սկսել է զբաղվել եւ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ իհարկե մեջ ֆրաստում է խափում է արևմուտքին ներկայացնելով որպես արևմտամետ։ Հիմա ինչի չի օգնում, որովհետեւ նույն այդ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է բոլոր մյուս ուժերին որպես ռուսական դրացոներ, ռուսների կողմից առաջնորդվող եւ այլն։ Հիշենք եկեղեցու օրինակ եկեք վերցնենք։ Ինչու պայքարը սկսեց եկեղեցու դեմ մեղադրելով կաթողիկոսին զավակ ունենալու մեջ, բայց հետո անցավ մեղադրելու, որ իբր ռուսական պատվեր են կատարում։ Որովհետև տեսավ այդ մեղադրանքը չի անցնում, իսկ այսօր մեղադրել ռուսականության մեջ, ոնց ասած, այդ արևմուտքի համար շատ հաճելի, ոնց որ ասած, եւ ընդունելի գաղափար է։ Բայց այստեղ շատ հետաքրքիր գիտեք ինչն է, որ մենք ազգային ժողովրդավարական բևեռը պայքարել է եւ իր գաղափարները հաղթել են, մենք ենք բացել մեր ժողովրդի աչքը ըստ էությամբ ռուսական այս ամբողջ չարագործությունների բանի նկատմամբ, բայց էլի Նիկոլ Փաշինյանը, այսպես կատվի նման անընդհատ պլստալով, անգամ դա է ուզում օգտագործի եւ օգտագործում է իր օգնին։ Իրանք չեն ուզում պարզացած հարաբերություններ փչացնել Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ կարողացել է բոլորին համոզել, որ եթե ես չեմ հաղթում, ապա հաղթում են պրո-ռուսական ուժերը։ Որովհետև ինձանից հետո ուժեղ են Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, մյուսը։ Այո, կա բևեռը, բայց բևեռը թույլ է եւ չի կարող ինքը, ոնց որ ասած, լինի առաջինը։ Եվ այստեղ եւ դեպ սա մենք ասել ենք բաներին, մեր արևմտյան գործընկերներին, որտեղ փակ շրջան է ստացվում։ Այսինքն դուք արևմտամետ ուժերին չեք օգնում, այլ Նիկոլին եք օգնում, ուզում ենք, որ այս արևմտամետ ուժերը առանց օգնության ուժեղանան, ինքնուրույնաբար գան իշխանության, հետո օգնեք, դա չի լինի։ Ոչ ոք չի կարող այդ ձև իշխանության գալ, երբ որ դուք օգնում եք Նիկոլին, որը օգնություն է ստանում իբր ռուսների դեմ, բայց օգտագործելու է բոլորի դեմ, այդ թվում արևմտամետ ուժերի։ Հիմա նայեք, այս վերջի շրջանում ձերբակալությունները այլ ուժերից շատացել են։ Իսկ երբ որ բևերին նայենք, բևերի նկատմամբ ձերբակալությունները երբ են սկսել, եւ մեր ակտիվի եւ այսպես ասած խորհրդի անդամների մի զգալի մասը բանտերում է այսօր։ 3 տարի է։ Այո, եւ այդ հարվածները մեր դեմ է, ել չեմ խոսում են տուգանքներն ու դատական գործերը, որ անընդհատ մեր դեմ են արուցում, որը մեզանից եւ ֆինանսական միջոցներ է խլում եւ ժամանակ է խլում։ Մենք չենք կարողանում ուրիշ գործերով հաճախ զբաղվեն սուտ այն պատճառով, որ այդ դատարաններից ոնց ասած այս չեն կարում բանանենք, բացենք, անընդհատ այդ գործերի մեջ ենք։ Ցավոք սրտի էսա իրողությունը հետեւյալն է, որ չարյաց փոքրագույնի տեսլականով արևմուտք առաջ շարժվում, չարյաց, այսինքն կա չարյաց մեծագույն դրանք պրոռուսական ուժեր, չարյաց փոքրագույնն էլ Նիկոլն է, մյուսներն էլ ասում են Աստված մեծ է, դեռ դրա ժամանակը կգա։ Այո։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Պարոն Պապյան, դուք գիտեն, որ առաջի աստվածները դեմ դաստացածը ովքեր հիմա բանտում են, այդ տեղյակ են։ Մենք այդ հարցը իրենց հետ մի շոշափել ենք, ասել ենք, ներկայացրել ենք, անգամ բժշկական թղթեր ենք ներկայացնում, հատկապես Վարուժան Ավետիսյանը գիտեք լուրջ հիվանդություն ունի, մյուսների վերաբերյալ, իրենք ուշադիր լսում են, ինչ որ բաներ անում, բայց լուրջ գործնական ճիշտ ասած քայլերի մենք չենք տեսել, որովհետև նույն իշխանությունները անընդհատ ներկայացնում են Սասնա-Ծռերին որպես ոչ թե ապստամբներ, այլ որպես տերորիստներ, որպես, չգիտեմ, ոստիկանության վրա արձակվածներ եւ այդ բանն են ներկայացնում։ Իրենք իսկ կարծում եմ ճշմարտությունը գիտեն, բայց նախընտրում են իշխանությունների հետ հարաբերություններ չփչացնել եւ այդ բանը անտեսել առայժմ դնել մի կողմ։ Լավ, հաջորդ վերը արիա
դուք Քոչարի կուսակցության մասնակցություն եք նրա ղեկավարը Հակոբյան Այո, ունեմ։ ասում էին ինչու Բևերի տաղավար չեք հրավիրում Հակոբյանի դուք կարող եք դիտարկել Հրավիրել են թե չէ, կարծեմ ինչ որ ձև բան եղել է։ Նախ առաջինը հրավիրել են, երկրորդը կարծեմ նա որոշակի սահմանափակումներ ուներ, տնային կալանք եւ այլն այդ բանը, եւ երրորդը ես ձեզ խորհուրդ կտայի լսեք Քոչարի կուսակցության որոշ անդամների հայոյախոս անհատական վիրավորանքներ հասցնող ելույթները մեր անդամների նկատմամբ, մասնավորապես իմ, ոչ թե քննադատություն, այլ հայոյանքներ եւ զրպարտություն։ Եվ դրա մասին այդ Արտակ Սարգսյանը ասվել է եւ զգուշացվել է, որ եթե քո, այսպես ասած, համախոհները շարունակեն բերանները ձև բացեն, ապա ոնց որ ասած համապատասխան ընթացք կլինի ամեն ինչին։ Այսինքն իրենց ոչ քաղաքական Չէ, հայոյանքներ եւ զրպարտություններ, այսինքն տարբեր մարդկանց հասցեին։ Ինչ ասեմ։ Հասկացա։ Պարոն Պապյան, խոսքը եթերների ժամանակ է, ոչ թե մասնավոր խոսակցություն, այլ եթերից։ հասկացա։ Պարոն Պապյան, նույն իմ համար անհետեթ այդ կարող ես հարցնել, էլի դերարյանցը ասել, ցույցնեք որ 26-ից Հայաստան 26 թվին ինչ։ Հայաստան պետություն գոյություն կունենա։ Իհարկե կունենա։ Հայաստան պետություն գոյություն կունենա, Հայաստան պետությունը ոնց որ ասած հավերժա, ուրիշ բան, որ այս պետության շահերը գնալով ավելի վաճառքի է դրված, տոնավաճառը, ավելի սկսում է ինքը ենթարկուցավել իր հարևաններին, մասնավորապես ես օրինակ փորձ արվում ներկայացնել, որ Ադրբեջանից եկող այդ 20 ցիստեր, չգիտեմ, նավթը մեծ հաջողություն է բան, բայց դա բնավ այդպես չի, ընդհակառակ ես դա դիտարկում եմ որպես Հայաստանի ոչ ցանկալի կախվածության ուժեղացում նույն Ադրբեջանից եւ այլն, պետությունը կլինի, բայց որոնք կլինեն պետության իրավասությունների շրջանակը, որտեղ մենք գնալով ավելի ենք տեսնում, որ Հայաստանի ներքին կյանքը կառավարվում է արտաքին ուժերի կողմից։ Օրինակ, երբ որ մայիսի 22-ին Փաշազադեն խոսում է հայ եկեղեցին որպես ռևանշիզմի բուն եւ մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը խոսում է հայ եկեղեցու չուլանացման մասին եւ այլն եւ բազմաթիվ նման զուգադիպություններ կա տարբեր հարցերի շուրջ այդտեղից էլ հիմնավոր կասկած առաջանում որ Հայաստանը արդեն իսկ կառավարվում է արտաքին օրակարգով Վերեք կոնկրետ ասենք Հայաստանը կառավարվում է Բաքվից Չէ, ես կոնկրետ Բաքվյանը չտվեցի, որտեղ ոչ միայն Բաքվից, որոշ հարցերով Բաքվից, որոշ հարցերով Մոսկվայից, որոշ հարցերով Թուրքիայից, նայած թե ով ինչ շահ ունի։ Բնականաբար, եթե Թուրքիան է կառավարում, Թուրքիայի համար կարևոր օրինակի համար այդ Արարատի նշանը հանել կնիքից, որը գիտեք, մուտքի կնիքը, որ Հայաստան են մտնում, չգիտեմ, ընդհանրապես Արարատը փոխարինել Արագածով, դա հաստատ Ադրբեջանի օրակարգը չի, դա Թուրքիայի օրակարգն է, բայց ասենք այլ մասով դա Ադրբեջանի օրակարգը, Ռուսաստանը իր օրակարգն ունի շարն, եւ Նիկոլ Փաշինյանը հաճույքով բոլորին ընդառաջում է եւ հենց այդ պատճառով էլ ոնց որ ասած բոլորի աջակցություն ունի, նայեք, Բևերը անհարմար կուսակցություն է Բևերը սկզբունքներ ունեցող կուսակցություն է, Բևերը նպատակներ ունեցող կուսակցություն է, որը խնդիրներ է առաջացնում նաև մյուսների համար։ Իրենք հասկանում են, չէ՞, նույն Արևմուտքն եւ Միացյալ Նահանգները լավ են հասկանում, եթե որ եկավ Բևերի իշխանություն, հարց է բարձրացնելու Միացյալ Նահանգների առաջ, այդ թվում նաև ֆեդերալ դատարանի առաջ, որ ինչի պետք հարտուղարությունը առ այսօր չի կատարում, ասենք նախագահի որոշումը կամ այնտեղ օրենքներ կան եւ այլն եւ այսինքն մենք գլխացավանք ենք բոլորն էլ ուզում են
Հատկապես եթե Հայաստանը հոժարակամ հրաժարվում է եւ գլխից եւ գլխացավանքից, իրենք ինչի պիտի լինեն հայից ավելի հայ։ Բնականաբար նախընտրում են Նիկոլատիպ մարդկանց։ Մեզ համար դրա կրկնում եմ, մեզ համար շատերն ասում են դուք ժամանակավորապես այդ գաղափարներից հրաժարվեք, հետո կգաք իշխանության, նորից կվերան, չի լինի։ Դա սուտ է։ Եթե դու քո սկզբունքներից հետ կանգնեցիր, դու ուրացար այդ ամբողջը այդպես էլ շարունակվելու է։ Այո։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Ինչպես եք վերաբերվում Իրանի արտաքին գործերի նախարարի այդ զանգեզուրի հետ կապված։ Հա, այդ նախկին արտաքին գործերի վելայաթի մասին է խոսքը։ Հա, դե գիտեք ինչա, բնական է, որ Իրանի համար դա բանա խիստ մտահոգիչ է, ինչքան էլ Հայաստանը որ ասի սա որևէ մեկի դեմ ուղղված չի եւ այլն, նախ առաջինը Սկի Հայաստանը չգիտե այդ ինչա, սկի ամերիկացիք չգիտեն այդ ինչա մանրամասները եւ այլն, այդ բանը ոնց պիտի կառավարվի, ով պիտի կառավարվի ինչ։ Իսկ եթե խոսքը վերաբերում է դա արդյոք անցուղիա թե միջանցք, որտեվ բանը միջանցք անվանես, այս տարբերություն չկա, բանը, այո, ճիշտ է, դա միջանցք է, որտեվ եթե Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի Հայաստանի տարածք մտնող բեռների եւ անձանց անձնագրային եւ բեռնափոխադրման ստուգումներ, մաքսային ձևակերպումներ անել, դա արդեն միջանցք է։ Դա այսինքն էքստերիտորիալ միջանցք է։ Առ այսօր դրա մասին է խոսքը։ Հիմա եւ Նիկոլ Փաշինյանը դա ընդունել է։ Ինքն է հայտարարել, որ շփում պիտի չլինի, դա պահանջն էր Ալիևի, բայց տեխնիկական միջոցներով պիտի վերահսկեն եւ այլն, չգիտեմ։ Այսինքն այդ տեխնիկական միջոցներով վերահսկվում է ընդհանրապես, օրինակ ես որ դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգներ եկա, հիմա գիտեք շատ հաճախ անգամ այո կոնե կանադակից մտնելիս ինքդ անցկացնում ես այդ բանը, ստուգման բանով անցնում ես այդ բանը, բայց մենք Կանադա Միացյալ Նահանգներ հարաբերությունները չունենք, էլի Հայաստան-Ադրբեջանի պարագայում, որ անցնենք տեխնիկական միջոցների։ Էն էլ միայն այսինքն կանադական անձնագրով Ամերիկա մտնելուց հեշտացված է այդ առումով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է թշնամի երկրին նույնպիսի, ասենք, բանի իրավունքներ, այստեղ ուրիշ հարց է տարում, այստեղ անգամ անձանց խնդիրը չի, բեռների հարցն է, բայց բեռները չպետք է ստուգվեն, բա որ եթե 5-10 մեքենա բեռնատար եկան կանգնեցին ճանապարհի մեջտեղը, հետո դրանից դուրս եկան զինված խմբավորումներ զենք ու բանը դրեցին եւ այդ կիսեցին քեզ հարավից այդ ամբողջ Իրանի հետ, դրա դեմ ոնց ես վարվելու, թե պիտի պապայի արև խոստումին հավատաս, այդ ձև չի, դու պիտի ստուգես, քո տարածք է մտնում, բա դու չեն էլ թշնամի երկիրը, դե լավ, անգամ ասենք նախքին թշնամի ըստին այս տրամաբանությամբ, բայց Ադրբեջանի խոսույթը ցույց տալի, որ իրանք այսօր էլ են թշնամի, բա մի հատ չիմանաս քո տարածքով ինչ են տանում եւ ինչ անելու լինելու բանո։ Այս ամբողջը, այնպես որ Իրանի մտահոգությունը տեղին է, բայց դե իրենց մեղքն էլ կա։ Մենք թող Հայաստանին ավելի լուրջ օգնություն ցույց տանք 44-օրյա պատերազմի ժամանակ, այսօր այս խնդիրները չէին ունենա։ Այո։ Պարոն Պապյան, բրիտանացի կթորքին, որ բերեցիք Հայաստան, այսինքն Բրիտանիան նաև ռազմական այստեղ Բրիտանա-ամերիկյան չի առաջանա եւ դրանից Ես կարծում եմ, որ բրիտանացիք ամերիկացիների եւ եվրոպացիների կողմից, հատկապես ամերիկացիների կողմից ասած գործառույթ ունեն ավելի ներգրավելու եւ ավելի հետախուզար ռազմական ոչ այդքան ռազմական գործողություն, այլ հետախուզական գործողություններ իրականացնելու, որտեղ բրիտանացիները ավանդաբար միջին արևելքում շատ ավելի լավ են ներկայացված եւ այդ փորձառությունն ունեն, ի վերջո իրենց կայսրության մասը այդ ամբողջը կազմել երկար, այսինքն իրենք հարյուրամյակների ներգրավվածություն են, բայց սա էլ իմ կարծիքով նրա ցուցանիշն է, որ իրենք հասկանում են, որ տարածաշրջանում այն ինչ որ մենք վաղուց ենք ասում, մեծ պատերազմներ են հասունանում
եւ այս պարագային իրենց ներկայացումն այլ շահերով է, եւ այդ պատերազմները լուրջ են։ Բոլորը հիմա խոսում են, գրում են, վերլուծում են, օրինակ այս վերջերս Հունաստանի նախկին վարչապետի մի զեկույցը ես լսեցի իսրայելա-թուրքական հնարավոր պատերազմի մասին եւ մարդը բացահայտ ասում էր, որ ոչ թե մենք հարցը տանք, որ արդյոք հնարավոր է, այլ երբ է լինելու։ Այսինքն իսրայելա-թուրքական բախումը դառնում է անխուսափելի, այդտեղ լուրջ ուրիշ խնդիրներ կան, քրդական հարցի, այսպես ասած, վերազարթոնքի, պիտի հստակ հասկանալ, որ այսինքն Էրբիլը Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքի ամենամոտ մայրաքաղաքը Երևանն է։ Ուղի գծով ընդամենը 350-360 կիլոմետր է, իսկ օդանավային բանով եւ այլն։ Եվ մարդիկ այդ հարցերով պետք է զբաղվեն։ Եվ այդտեղ արդեն եթե միջին արևելյան պատերազմ լինի, Հայաստանը լինելու է բաղադրիչներից մեկը, բայց ոչ հիմնական, այնտեղ մեծ հիմնական ուժեր են։ Եվ այստեղ իշխանությունները ցավոք սրտի ընդհանրապես չունեն աշխարհաքաղաքական, այսպես մեծ բաների նկատմամբ որևէ օրակարգ եւ պատրաստություն, օրինակ, եթե լինի։ Տեսեք, ամբողջ երկիրին ներքաշել է Նիկոլ Փաշինյանը, ինչ որ եկեղեցի եւ Նիկոլ Փաշինյան հարաբերությունների ով է իր քերակնոջ հետ, ով է, չգիտեմ, ինչ կանոնակարգ է խախտել եւ այլն։ Այն պարագային, երբ որ ամբողջ միջին արևելքը պատերազմի է պատրաստվում։ Հատկապես Ադրբեջանը, որ դուք նայեք, թե Ադրբեջանը ինչ զինատեսակներ է առնում, այդ թվում լավագույն, բավականին լավ, այսինքն պակիստանյան J-17 կործանիչներ եւ այսինքն այստեղ շատ լուրջ պատերազմ է լինելու եւ եթե մենք պատրաստ չլինենք մենք կարող է պարզապես ոտատակ գնանք դրա համար էս ամբողջը պետք է բայց Նիկոլը ժողովրդին զբաղված է պահում այլ շատ ավելի մանր հարցերով Հասկանալի։ Պարոն Պապյան, վերջին կլոր սեղանին է վերաբերում կլոր սեղանին ազատ է մուտքով ուզի կարող եք կլոր սեղանին հա նա պետք է բանուրանցի տեսնենք ով է մուտքը ազատ է ուզի կարող թե հրավիրատոմսով տեսեք մինչև հիմա երկու ձևաչափով է կլոր սեղան տեղի ունեցել մեկը առաջի փուլի կլոր սեղաններն են երբ որ այսպես էր ոչ նախքին ոչ ներկա այսինքն ոչ թե ով որ ուզի այլ ձևավորվել է բացասման սկզբունքի վրա որ այս ուժերը բացասվում են չեն կարող մասնակցել օրինակի համար նույն այդ նախքինները եւ այլն բայց դրանից դուրս ով որ ցանկություն է հայտնում կապը հաստատում Եվ որպես կանոն, եթե ինքը ներկայացնում է, կամ ինքը որպես անձ ներկայանալի է, կամ ներկայացնում է ինչ-որ քաղաքական ուժ, մասնակցում է այդ կլոր սեղանին։ Հիմա մի փոքր ձևաչափը փոխվել է, այս որ վերջին տեսակ, կարծեմ Կիրակի օրն էլի կա, դա այն է, որ տարբեր առաջարկներ, այսինքն, գիտեք, մենք հարթակ ենք, եւ այդ ստեղծողը մենք ենք, Բևերն է, այդ դալիչներն էլ Բևերն է վարձում, Բևերն է կազմակերպում շատ բաներ, մենք չենք ասում օրինակի համար երբևէ, որ գիտեք, այսինչ քաղաքական ուժը փոքր է, ընդհանրապես հետևոր չունի կամ այս բան չէ։ Մենք ընդառաջելով ժողովրդի այն ցանկությանը, որ համախմբվենք, մենք ստեղծում ենք դրա հնարավորությունը։ Որոշակի առաջընթաց կա, բայց դե թե վերջնականում ինչ կլինի, միայն կյանքը ցույց կտա եւ մենք փորձում ենք լսել Նախորդին 3 հոգի ելույթ ունեցան, հիմա էլի ելույթներ կունենան, կոնկրետ առաջարկներ, ինչ առաջարկներ եք առաջարկում։ Ցավոք սրտի տեսեք, այսպես է, շատ հաճախ հնչում են ճիշտ առաջարկներ, բայց այդ ճիշտ առաջարկները ի կատար ածելու համար, կյանքի կոչելու համար, դու դրա հնարավորությունը պիտի ունենաս։ Դրա ռեսուրսները պիտի ունենաս, կամ դա ասենք հաճախ ուղղակի ցանկություն է, օրինակ երբ որ ասում են գիտեք պետք է ներգրավել աշխարհի լավագույն ուղեղներին այս հարցի մեջ, հա շատ լավ, բայց ո՞նց ներգրավես, այդքան հեշտ է աշխարհի լավագույն ուղեղներին ներգրավել, կամ չգիտեմ աշխարհի պետք է բան անել, մեծահարուստ հայերին ներգրավել, բան, ախր
այդքան հեշտ չի, հա։ Կամ արդյոք իսկապես դրա փորձը չի արվել է, կամ օրինակի համար մենք հաճախ լսում ենք, ասում են բևեռը պետք է հնարավորինս երիտասարդներին ներգրավվի։ Այդ մարդիկ լսել են հալածանք բառի անունը։ Իրանք գիտեն ինչ հալածանքի տակ է բևեռը։ Այդ երիտասարդը լավ է հասկանում, որ ինքը մտավ պայքարի մեջ, լուրջ պայքարի մեջ, ինքը հալածվելու է։ Սկսած աշխատանքը կորցնելուց, վերջ ասած քրեական գործերի տակ հայտնվելուց, փողոցներում ծեծվելուց, իր հարազատներին գործից հանելուց, տուգանվելուց եւ այլն եւ այլն։ Եվ քանի երիտասարդ կգտնեք, որը ունի ապրուստի հնարավորություն եւ խաչքաշի իր կամ եւ դրանց էլ ցանկություն խաչքաշի ապագայի վրա։ Դրա համար մեզ նման արդեն գլխից ձեռքաշած մարդիկ են հիմնականում պայքարի մեջ, որտեղ մենք արդեն ինչ որ պիտի կորցրել ենք, էլ բան չունենք, էլի, այսպես ասած։ Եղավ պարոն Պապյան, շնորհակալություն եւ մենք պատրաստում ենք ինչ փորձ կտայի Բևերի կողմից կազմակերպի Հայաստան Ամերիկա հերոստամարաթոն ինչ անեն Պիտի հստակ հասկանալ, որ անկախ նրանից այդ պայքարի արդյունքները ոմանք գնահատում են, այսինքն բավականին շատ, ոմանք քիչ, պայքարելը միշտ է պետք։ Եթե չկա պայքար, չկա որևէ հաջողություն, սա մեկ։ Մյուսը պիտի հասկանալ, եթե այս պայքարը չլներ, շատ բաներ շատ ավելի վատ կլներ, ես վստահեցնում եմ ձեզ։ Այս պայքարը կանխում է նաև շատ վատ զարգացումներ կամ դանդաղեցնում է։ Այո, մեզ չի հաջողվել մեծ դրական հեղաբեկումներ անել, բայց հաջողվել է հաստատ կանխելու շատ վատ զարգացումներ։ Այդ թվում նաև Հայաստան, Ադրբեջան ոլորտում եւ այլն, հենց մեր լոբիզմի շնորհիվ։ Մյուսը, լինելով պայքարի մեջ, միշտ դու հնարավորություն ունես, միշտ այդ ոնց որ ասած ստանալու որոշակի եւ ժողովրդի աջակցություն, եւ դիվանագիտական աջակցություն եւ գալ ավելի լուրջ հաջողությունների ըստ աշխարհակահաղական որոշակի փոփոխությունների։ Դրա համար իմ կոչը հետեւյալն է, որ վատվել պետք չի, ընկրկել պետք չի։ Այո, ես հասկանում եմ, այսինքն շատերի համար այդ նվիրատվությունը, որ անում են, հեշտ չի, բայց ես միշտ մտածում եմ հետեւյալը, որ նայեք ձեր շրջապատը, նայեք շատերին, ովքեր ինչպիսի զողողությունների են գնացել, կամավոր կամ ոչ կամավոր, բայց եղել է, զավակ են կորցրել, զավակների են կորցրել ընտանիքներ կա, հայր, եղբայր, չգիտեմ, այս ամբողջը հաշմանդամ են դարել, ամեն ինչ են կորցրել, դրա համար պետք է, եթե դու մարդը ինքը չի կարող ուղղակի մասնակցել իր հայրենիքի շենացնելու, պաշտպանելու համար, իր մասնակցությունը, իր ներդրումը պիտի բերի։ Եվ այդ նվիրատվությունը, այդ հանգանակությունը դա պայքարի ներդրումն է, արտահայտված այդ ձևը, որտեղ դա հնարավորություն է տալիս ուրիշներին շարունակել պայքարը։ Հաճախ այդ նվիրատուների փոխարեն, որտեղ նվիրատուները չեն կարող։ Եկեք ընդունենք, ամեն նվիրատու չէ, էլի չի կարա ինքը իր բանուգործը թողի, չգիտեմ, Ամերիկան, Ֆրանսիան եւ այլն, եւ գա ներգրավի այդ պայքարի մեջ։ Իսկ պայքարը իրենից պահանջում է, հատկապես դիմացը պահանջում է սկսած այդ մեդիա ռեսուրսներից, այցելություններ, հանդիպումներ, տպագրություններ, տուգանքներ, բան չեն մեզ անընդհատ տուգանքների տակ գցում 370,000-ից 525,000 եւ այլն բանը, որովհետեւ հասկանում են, որ դա մեզ վնասում է։ Այսա պայքարեք ձեր կոչս հետեւյալն է, մի վհատվեք, պայքարեք ձեր ներդրումն արեք, այդ նվիրատվությունը թելեթոնին ընկալեք որպես ներդրում, ոչ թե պարզապես նվիրատվություն, դա ներդրում է պայքարի մեջ, դա ձեր մասով ներդրումն է, եւ ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ ճանապարհով է, որ կարելի է ստեղծել որոշակի, ոնց որ ասած, իրավիճակ, որը մեր երկրին կբերի իր ապագան, մենք ուզում ենք, չէ, անկախ նրանից ով որտեղ կապրի, մենք ուզում ենք ունենանք մեր հայրենիքը, մենք ուզում ենք այս երկրագնդի վրա մեր երկիրը ունենանք, որ ասենք այս էլ մեր երկիրն է, մեր հնարավորությունների, մեր ազգային իղձերի կատարման հենքը եւ հիմքը,
Ինչի ինձ համար Նիկոլ Փաշինյանը ընդունելի չի։ Շատ պատճառներ կա։ Պատճառներից մեկը նա է, որ ինքը կոտրում է մարդկանց մեջ ամենավեհ բաները, ինքը ուզում է մարդուն կերակրվող անասունին վերածել, հայրենիքն էլ արոտավայրի եւ ասել ախպեր եկեք էս ծևով ապրեց, սխալ է։ Մարդը հենց դրանով է մարդ, որտեղ ինքը պետք է ունենա այդ նպատակները բան։ Դրա համար այդ նպատակները պետք է իրագործել քաղաքական ճանապարհով, դրա համար կոչ եմ անում հնարավորինս աջակցել մեր ընդհանուր պայքարին։ Ես դա կոչում եմ մեր ընդհանուր պայքարը։ Ունեցեք ձեր ներդրումը։ Այո։ Շնորհակալություն պարոն Պապյան, հարցերն ավարտվեցին, ձեր ավարտի խոսքով չեմ ուզում եթե դուք ունեք ավելացնել, եթերն ավարտենք։ Ես պարզապես տեղյակ պահեմ, որ հունվարի սկզբից ամսի 2-ից 12-ը մի 10 օր, 9-10 օր գտնվելու եմ Լոս Անջելեսում, տարբեր բնականաբար եւ մասնակցելու եմ տելետոնին եւ տարբեր հանդիպումներ կունենանք, սիրով ես պատրաստ եմ այդ շփումներին պատասխանել ձեր հարցերով, տարբեր ձևաչափերով, նաեւ իմ գրքերի շնորհանդեսները մենք անենք խոսենք դրա մասին եւ ես այսպես անամպեր սպասում եմ մեր հանդիպումները, որտեղ այդ հանդիպումների եւ քննարկումների ժամանակա, որ ծնվում է ճիշտը ճշմարտությունը եւ մենք իրարից որևէ բան թաքցնելու բան չունենք եւ այդ բաց խոսակցությունները մեզ բոլորիս նոր կորով ուժ է տալիս։ Այո։ Սիրով սպասում ենք, պարոն Պապյան, շնորհակալություն։ Ընտրեմ։